Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես ամբողջ աշխարհը տրանսպորտային նոր միջանցքներ է փնտրում, խոչընդոտ լինել նշանակում է շարունակաբար սպառնալիք մնալ։ Արտաքին գործերի նախարարն է հայտարարել Երևանյան երկխոսություն համաժողովի շրջանակում։ Ըստ Արարատ Միրզոյանի այժմ փորձի արվում հասկանալ Հայաստանը կարող է Եվրոպան կապել Կենտրոնական Ասիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Հեռավոր Արևելքի հետ, եւ սա կարող է լինել ոչ միայն Հայաստանի ինքնիշխանությունը փրկելու լուծումը, այլև հավելյալ երաշխիք հետագայում առավել խաղաղ ու բարգավաճ կեցության համար։ Նախարարը խոսել է նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Դժվարին վտանգավոր տարածաշրջանում ենք ապրում, որտեղ մեր անկախությունը եւ գոյությունը միշտ հարցականի տակ էր։ Եվ սա ճշմարիտ է, մասնակիորեն կամ ամբողջովին, բայց մարտահրավերը միշտ էլ եղել է, թե ինչպես է հնարավոր այս սպառնալիքը առավելության փոխակերպել, եւ հենց սա այն է, ինչ մենք փորձում ենք անել Հայաստանում։ Երբ ամբողջ աշխարհը մատակարարման շղթայի նոր աղբյուրներ են փնտրում, տրանսպորտի նոր միջանցքներ են փնտրում, խոչընդոտ լինել նշանակում է շարունակաբար սպառնալիք մնալ։ Քանի որ այս ուղիները, գիտեք, բազմիցս խոսել ենք ջրի մասին, այս ճանապարհի խոչընդոտ լինելը, ճանապարհի ջրի դիմաց խոչընդոտ լինելը շատ հիմար բան է, քանի որ ջուրը միշտ ճանապարհ կգտնի, միշտ։ Ուստի մարտահրավերն այն է, ինչպես լուծել հարցը եւ ոչ թե դառնալ խոչընդոտ։ Փորձում ենք սա անել։ Երբ փորձում ենք հասկանալ, որ մենք կարող ենք Եվրոպան կապել Կենտրոնական Ասիայի հետ, Հնդկաստանի, Չինաստանի, Հեռավոր Արևելքի հետ, եւ սա կարող է լինել ոչ թե մեր ինքնիշխանությունը փրկելու լուծումը կարող է լինել, այլ նաեւ հավելյալ երաշխիք կարող է հանդիսանալ հետագայում առավել խաղաղ եւ բարգավաճ կեցության համար։ Վստահ եմ դուք գիտեք, քաջատեղյակ եք, որ ունենք 4 հարևաններ, սահմաններ ունենք 4 երկրների հետ, հյուսիսում ունենք Վրաստանը, որոնց հետ միշտ ունեցել ենք բարեկամական հարաբերություններ, հարավում ունենք Իրանը, որոնց հետ եւս միշտ ունեցել ենք բարիդրացիական հարաբերություններ եւ համագործակցություն։ Բայց անշուշտ իրավիճակ Իրանի հետ կապված բարդ է այս պահին ինքն իրենով, իսկ արևմուտքում եւ արևելքում ունենք Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ունեցել ենք հակամարտություն տասնամյակներ շարունակ Ադրբեջանի հետ եւ փակ սահմաններ ենք ունեցել թե արևելքում, թե արևմուտքում։ Արևելքից եւ արևմուտքից ուստի այս երկխոսությունը մենք մեկնարկեցինք խաղաղության համաձայնագիրը։ Սա ստորագրված եւ հաստատված չէ դեռ, սակայն խաղաղությունն արդեն իսկ ունենք։ Իրական խաղաղություն ունենք, արդեն դեպքեր չունենք, դժբախտ պատահարներ մեկն անգամ չունենք սահմանին Ադրբեջանի հետ, որը գրակոչների արդյունքում զոհեր չունենք 1 տարի ավելին Ադրբեջանը վերացրել է ապրանքների տեղափոխումը նրանց տարածքով դեպի Հայաստան խոչընդոտը սահմանապակով վերացրել է արդեն Ադրբեջանը, սա արդեն իսկ խաղաղության մեծ քայլ առաջ է։ Ավելին, մենք Ադրբեջանի հետ մեկտեղ սկսել ենք երկկողմանի առևտուր, նավթամթերք ենք գնում Ադրբեջանից, նաև կվաճառենք որոշ մթերքներ ադրբեջանական ընկերություններին, ուստի սա իսկապես խաղաղության ապացույց է։ Չեմ ուզում չափազանցել որևէ բան եւ չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն եւ վերքերը շատ թարմ են եւ երկու համայնքներն դեռ կարիք ունեն իրական հաշտեցման կարիք ունեն իսկապես, դեռ կան չլուծված հարցեր, մասնավորապես հումանիտար կարգի պահվող անձիկ ունենք, բայց ուղին շատ լավատեսական է։ Թուրքիայի հետ մեկտեղ իրավիճակը էլ ավելի լավ է։ Հրաշալի երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Բազմաթիվ առիթներ են եղել համագործակցության, հենց երեկ եւս ներկայացուցիչները մի հուշագիր ստորագրեցին համատեղ վերականգնելու պատմական Անիի պատմական կամուրջի, որ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին է։ Ավիաընկերությունը թուրքական ունենք, որը երկրորդ ամենամեծ թուրքական ավիաուղիներն են, որոնք թռիչքներ են իրականացնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ այլն եւ այլն։ Մեկ շաբաթ առաջ
Երրորդ հանդիպումը տեղի ունեցավ աշխատանքային խմբի, աշխատանքային խումբ, որը փորձում է մեկնարկել նորից երկաթուղիները Հայաստանի եւ Թուրքիայի միջով Գյումրի Կարս ուղով։ Այսինքն ունենք բազմաթիվ դեպքեր համագործակցության, բայց ընդհանուր առմամբ սահմանը դեռ փակ է։ Երկկողմանի մեր պատրաստակամությունը արտահայտել ենք մենք դիվանագիտական հարաբերություններ հիմնելու, մեր երկկողմանի հետաքրքրությունը եւ պատրաստակամությունը արտահայտել ենք լիովին բացելու սահմանը, համաձայնություն կար սահմանը բացելու առաջին փուլում երրորդ երկրների ազգանց համար, երրորդ ազգերի ներկայացուցիչների համար եւ դիվանագետների համար, միգուցե Թուրքիայի եւ Հայաստանի քաղաքացիների համար դիվանագետների, բայց առ այսօր սահմանները դեռ փակ են։ Որոշ համաձայնագրեր իրականացվում են, որոշները դեռ մշակվում են, բայց վստահ եմ եւ կարող եմ վստահորեն արտահայտվել, որ սա տեղի ունենալու։ Քանի որ հայ-թուրքական երկխոսությունը, այսպես ասեմ, հասունացել է բավարար մակարդակի հասել, որ հասնելու նպաստավոր արդյունքի։ Այսօր Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, իսկ Հայաստանը որդեգրել է բալանսավորված եւ բալանսավորող արտաքին քաղաքականություն, որտեղ կարևոր դեր է վերապահված բազմազանեցման քաղաքականությանը։ Անվտանգության խորհրդի քարտուղարն է հայտարարել։ Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը, ընդգծելով, որ տարածաշրջանը հակամարտությունների գոտուց վերածվել է կայունության եւ խաղաղության տարածաշրջանի։ Նա նաեւ նշել է, որ խաղաղության հիմնական շահառուները հենց տարածաշրջանի երկրներն են։ Այս համատեքստում Գրիգորյանն ընդգծել է, որ խաղաղության հաստատումն է, որ մեծացրել է միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ։ Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովի շրջանակում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի պաշտոնակցի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման հնարավորություններին։ Գոհունակություն է արտահայտվել երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայության ավելացման կապակցությամբ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա այցերի միջոցով շարունակել խթանել երկուստեք շահավետ քաղաքական երկխոսությունը։ Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների շուրջ։ Արդյոք եվրոպացիների հայտարարությունները չեն բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները։ Հարցին պատասխանել է ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի անում։ Երբ մենք պատերազմական վիճակում էինք անցյալում Ադրբեջանի հետ, Ռուսաստանը համ զենք էր վաճառում Ադրբեջանին, համ դաշնակցային հարաբերությունների մեջ էր եւ ասում էր մենք անկախ պետություն ենք եւ բոլորի հետ ունենք մեր հարաբերությունները, հայտարարել է ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանը նաեւ անդրադարձել է Բելարուսի արձագանքի իր նախկինում արած հայտարարության վերաբերյալ։ Ես կարծում եմ Հայաստանի նկատմամբ ՕԴԿԲ-ում գործընկերոջ նկատմամբ Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները եւ էլի ու շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները եւ քաղաքական կուրսը դա ամեն պետության ընտրության հարց է Հայաստանի Հանրապետության համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են եւ ես կարծում եմ որ ամեն պետություն իր օրինակն է ընտրում մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրանք մի քիչ այլ ճանապարհ են։ Պարոն Սիմոնյան, ոչ այնպեսին, ինչպեսին Հայաստանն է։ Իսկ ինչպես է պատահել, որ դուք դիվանագիտորեն չեք ձևակերպում ձեր ասելիքը, այլ շատ ավելի սուր, դա դերաբաժանման է եղել, թե դուք եք այդպես։ Ես կարծում եմ այս տարիների ընթացքում ակնհայտ է, որ դա իմ բնավորության, իմ խառնվածքի մի մաս է եւ բացի այդ ես պարլամենտական գործիչ եմ եւ ավելի ազատ եմ, քան մեր որևիցե կոնկրետ գերատեսչության պատասխանատվության ոլորտ
ներկայացնող մարդիկ եւ պարլամենտականները շատ ավելի ազատ են իր խոսքի, իրենց մտքերի մասով, կարծում նորություն չկա այստեղ։ Սիմոնյան, այսինքն Բելարուսի օրինակով Ոչ է կապել Բելարուսը, մասկանում ինչ օրակարգում փողոքի նոտան որ հղել են։ Ես չգիտեմ, ես ձեր մոտ կարդացի, որ տեղեկություն չկա, ես տեղեկություն չունեմ։ Ձեր վերջ լուրը ձեր մոտ է իմացա, որ դες բան է։ Բայց տեղյակ չեք ձեր հայտարարությունը։ Արդեն ասացի Շորժ ջան, արդեն ասացի։ Իսկ ձեր հայտարարության մասով որ Բելարուսի օրինակով եք ասում։ Բանոր Նարեկետին չենք խոսում։ Ինչ եմ ափսոսում հասկանալ։ Բելարուսը Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը կախվածության մեջ քաղաքական չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական եւ մնացած բոլոր առումներով բարձրացնելու է եւ Բելարուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է, իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով եւ օրենքի գերակայությամբ։ Այլ հարցեր կա։ Մենակ ազատության հետ կապված։ Մի րոպե, Ռուսական Համաժողովի հնչեցրած տեսակետները եվրոպացիների արդյոք ավելի չեն բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները։ Ես չգիտեմ, դուք գիտեք ինչ է տրամաբանությունը, որ Հայաստանի Հանրապետությունը իր շահերը պետքա միշտ հետապնդի միացած հետ նայելով տենա հանգարցակի Ռուսաստանը չի նեղսրտում, որքանով է ճիշտ։ Ես համարում եմ դա ճիշտ չի, որովհետև Ռուսաստանը, երբ որ իր շահերն առաջ տանում, ինքը չի նայում Հայաստանի Հանրապետության շահերին, ինքը կանգնում է այդ շահերի վրա, թե չի կանգնում այդ շահերի վրա, եւ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի դեմ որևիցե քայլ չի անում։ Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը, իր քաղաքական ուղղությունն է ապահովում։ Վերջացրեք, շատ վատ բան է այդ, որ տենց, կարող է ես այս մեկին բարև տամ, ինքը ջղայնանա։ Աղա ջան, ջղայնանում ես, ես բարև տվեցի, այդ տրամաբանությունը սխալ է։ Երբ որ մենք պատերազմական վիճակի մեջ էինք անցյալում Ադրբեջանի հետ, Ռուսաստանը համ զենք էր վաճառում Ադրբեջանին, համ դաշնակցային հարաբերությունների մեջ էր եւ ասում էր, որ մենք անկախ պետություն ենք եւ բոլորի հետ ունենք մեր հարաբերությունները։ Իսկ Հայաստանը պետք է տենց ճորտ լինի, իրան ասեն դու սրա հետ պետք է լավ լինես, սրա հետ պետք է լավ չլինես, որ հանկարծակի իրան բարևեցիր կամ դիմավորեցիր կամ հանկարծակի հյուրընկալեցիր, սենց ո՞նց կլինի։ Բայց Հայաստանը ավելի շատ կապված է Ռուսաստանի հետ, տնտեսապես ավելի Լսեք, չեմ ուզում կտրուկ բաներ ասեմ, բայց կախվածությունը ո՞րն է, եկեք ընտրենք, կամ մենք ծնկած ապրում ենք ինչ որ մեկի, լինի դա Ռուսաստանը, Ֆրանսիան կամ որևիցե մեկ այլ գերտերության սապոգի տակ եւ ձերներս կտրում ենք, ընտրություններ չենք ունենում, ազատ մամուլ չենք ունենում, կամ մենք փորձում ենք առանց որևիցե մեկի հետ պատերազմանելու, թշնամանալու, ինչ-որ մեկի վրա հարձակվելու քաղաքական կամ որևիցե այլ իմաստով, մեր փոքր պետությունը տեր կանգնենք, մենք տեր պետք է կանգնենք մեր երկրներին, հասկանում եք։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելարուսի ԱԳՆ էր կանչվել Բելարուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը։ Հայ դիվանագետին հայտնել են վճռական բողոք եւ հանձնել համապատասխան նոտա կապված հայկական կողմի իրենց ձևակերպմամբ վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ, նշվում է Բելարուսի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ Այս մասին առավել հանգամանալից վերլուծական հատվածում շարունակենք։ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ եւ հացահատիկ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ, 4 վագոն հացահատիկ։ Իսկ խորհրդարանում թեժեր արտաքին հետախուզական ծառայության պետը ներկայացրել է արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզական ծառայության մասին օրենքի փոփոխությունները։ Կկարգավորվի, թե որ դեպքերում արտաքին հետախուզական ծառայողն իրավունք ունենա զենք եւ հատուկ միջոցներ կիրառել։ Քրիստինե Գրիգորյանը նաեւ արձագանքել է վարչապետի հայտարարություններին, որ ընդդիմության իշխանության գալու պարագայում պատերազմ է սպասվում։ Գրիգորյանն ասել է, որ հավաքելու են բոլոր տեղեկությունները Հայաստանին սպառնացող վտանգների մասին ու զեկուցելու են վարչապետին։ Թեմայի շուրջ եւ ոչ միայն հնչել են մեղադրանքներ ու սուր ելույթներ։ Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն ծառայության ծառայողներին թույլատրվում է կրել եւ պահել հաշվետվությունային զենք եւ հատուկ միջոցներ, այսինքն այս պայդրությամբ գործող օրենքով սա արդեն նախատեսված կարգավորում է, նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆիզիկական ուժ կիրառել, զենք եւ հատուկ միջոցներ կիրառել։ Սրա հետ մեկտեղ ինչ ենք մենք առաջարկում ենք իրավական հիմք նախատեսել զենքի եւ հատուկ միջոցների կրման
կարգը սահմանելու համար, ինչպես նաև լուծել այն հարցը, որ կարգավորված չէ, թե որ դեպքերում կամ ինչ կարգով ծառայողը հնարավորություն է ունենալու կամ իրավունք է ունենալու կիրառել զենքը եւ հատուկ միջոցները։ Նախագծով առաջարկում է կատարել համապատասխան լրացում եւ լուծել այս հարցը։ Ծառայությունը 3 տարի է գործում է։ Նման կարիք ցայժմ առաջացել է, թե ոչ։ Եվ երկրորդ հարցը գաղտնալսումներին։ Ինչը։ Գաղտնալսումներին։ Ենթադրում եմ, որ ձեր գործունեությունը դատելով վերնագրից ուղղված լինելու արտաքին հետախուզության, այսինքն դրսում հետախուզական տվյալներ հավաքելուն։ Եթե ստեղ են գալիս, ապա դա արդեն հետախույզները այնտեղ է գալիս են Հայաստան, դա արդեն հակահետախուզության գործն է, այսինքն ԱԱԾ-ի գործն է։ Այդ դեպքում ավելի ճիշտ չէ լինի ԱԱԾ-ի հետ համագործակցել օպերատիվ տվյալներ հավաքելու համար։ Հիմա ես չգիտեմ Հայաստանում քանի հաստատություն է գաղտնալսում իրականացնում, բայց կասկած ունեմ, որ համատիրություններից բացի մնացած բոլորը այդ գործով զբաղվում են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան հարցերի համար։ Զենք հատուկ միջոցներ կիրառելու հնարավորություն, ինչպես ասացի, օրենքով իսկ արդեն նախատեսված է։ Այսինքն ծառայության ֆունկցիոնալը ենթադրում է նաև սեփական անվտանգության ապահովման պարտավորություն, ինչը ենթադրում է զենքի եւ հատուկ միջոցների կրման եւ պահպանման կարգ, մեր առաջարկությունը վերաբերում է, այո, ձեր հարցի պատասխանը այո, անհրաժեշտությունը առաջացել է, որտեղ մենք ենք ապահովում մեր իսկ ենթակառուցվածքների անվտանգությունը 24/7։ Ինչ վերաբերում է թվային վերահսկողության միջոցառմանը, մեր առաջարկը նախ մանդատի հետ կապված ասեմ, որ ազգային ժողովի կողմից ընդունված եւ 6 պահին էլ գործող օրենսդրությամբ ծառայության մանդատը չի սահմանափակվում միայն արտաքին յուրիսդիկցիաներով, այսինքն մենք մեր ֆունկցիոնալի իրականացման համար կարող ենք օգտագործել յուրային յուրիսդիկցիան եւ այս տրամաբանության մեջ ինչ վերաբերում է ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ, ես վստահեցնում եմ մենք շատ սերտ ենք համագործակցում ԱԱԾ մեր գործընկերների հետ, խոսքը այլ բանի մասին է, խոսքը սեփական պատասխանատվությամբ նման զգայուն միջոցառումը կիրառելու կարգ ունենալու մասին է։ Շնորհակալություն։ Հայաստանում ենթադրում եմ ԱԱԾ-ն ունի գաղտնալսելու իրավունք, ոստիկանությունը ունի, քննչականը ունի, դատախազությունը ունի, ենթադրում եմ, որ դուք եք ունենաք, այսինքն դուք եք ուզում ունենաք։ Հիմա այս բոլորը իրար լսում են մեր քաղաքացին, բանան ասում, որ թերակսը զանգը գալիս է, մտածում է պատասխանի թե չէ։ Միգուցե մի հատ ընդհանրական ինչ-որ մի բան արվի եւ գերատեսչական համագործակցության շրջանակները մեր հետ համագործակցեք։ Շնորհակալություն։ Ձեր շնորհակալություն, նորից հստակեցնեմ, այո, զենքի եւ հատուկ միջոցների կարիքը կա եւ դա բխում է այն ֆունկցիոնալից, որը ընդունվել է ազգային ժողովի կողմից օրենքով։ Ինչ վերաբերում է թվային վերահսկողությանը, մեր երկրում շատ հստակ օրենսդրությամբ սահմանված են այն մարմինները, որոնք ունեն օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու եւ օրենքով շատ հստակ կարգավորված են այն մարմինները, թե դրանցից որոնք ինչ տեսակի ՕՀՄ իրականացնելու իրավունք ունեն եւ դրանք շատ հստակ են, բոլորը բոլորին չեն լսում եւ ձեզ վստահեցնում եմ։ Ինչ վերաբերում է նրան, որ մեր առաջարկը չի վերաբերում պարոն Խաչատրյան նոր հնարավորություն կամ լիազորություն սահմանելուն, մեր առաջարկը վերաբերում է այդ արդեն իսկ սահմանված լիազորության հենց ձեր ասած միջգերատեսչական համակարգմամբ եւ սեփական պատասխանատվությամբ իրականացնելու ընթացակարգ սահմանելուն։ Բայց է խմբակցության ղեկավարը այդքի չի ասում, որ կոնկրետ այդ տարածքներով Ջաբրայելի ուղղության մասին է ենթադրում եմ խոսքը։ Իրա տղեն այդ գծում ինչ պատասխանատվություն է ունեցել։ Այդ ինչ մի հատ տանկային գունդ է եղել, որի հրամանատարը իր տղեն է եղել, որ շատ կասկածելի մի ժամանակահատվածում ինչ որ տարօրինակ վիրավորում է ստացել ու գնացել է, թողելով իր զորքը։ Քիչի պատմում ձեր խմբակցության ղեկավարը։ Եկել ասում է այն զորքը, այն տարածքները, որ եղել է Հայաստանի բանի տակ, լուրջ եք ասում, ասում է, պարոն Խաչատրյան ասում է, անցյալի հետագիծը պրոյեկտենք ապագայի վրա, պրոյեկտենք, բա այդ ենք ասում ես 3 ժամը, եկեք պրոյեկտենք, եկել ենք ստեղ ասել ենք պետք է նշաձողը իջեցնել, որպեսզի հայերը կարողանան մնալ Ղարաբաղում, կանգնել եք դուք, ասել եք թուրք, ասել եք դավաճան, ձերեն Թևանյան ունեիք, մի հատ որ հիմա Ծառուկյանի ցուցակ եք գործուղել երկրորդ համարի ձևով, որ Քոչարյանի շահերը դες բացարկի։ Առանց Ղարաբաղ չկա Հայաստան, եկավ ստեղից ասեց։ Ասում ենք
Գնացեք Սոֆիա բանակցությունների Ղարաբաղի իշխանություններին։ Դուք ու ձեր թիմը ամեն ինչ արել եք, որ Ղարաբաղի իշխանությունները չգնան Սոֆիա բանակցությունների։ Ասել եք Սոֆիա գնացողը թուրքա դավաճան ամեն ինչ արել եք, որպեսզի կարողանաք Ղարաբաղի հայերին բերեք ստեղ ցույցի մատերիալ սարքել։ Ասել ենք, եկեք դելիմիտացիա ու դեմարկացիա անենք Ադրբեջանի հետ։ Գնացել եք այն գար գրկող կար, մի հատ որ հիմի նստած է տերորիզմի մեղադրանքով։ Դրա հետ փողոցներն ընկած, միտինգ էին անում, սա կործանում է, սա Հայաստանի վերջն է, սա բան, այսինքն ձեր անցյալի հետագիծը նայելով ստացվում է ինչ։ Գալու եք ասելու եք, որ սարասքների դեմարկացիան ու դելիմիտացիան չարիք է, պետք է կանգնացնել։ Գալու եք ու ասելու եք, որ առանց Ղարաբաղի չկա Հայաստան ու հետևաբար Ղարաբաղը պետք է հետ բերել, ու այդտեղ այո, ուրիշների որդիների կյանքի գնով գնալու եք Ղարաբաղը հետ բերելու գործընթացին, բայց ուրիշների որդիների կյանքի գնով, որտեղ ձեր խմբակցության ղեկավարի տղեն, էլի գնալու է ինչ որ հետաքրքիր պահի ծառօրինակ վիրավորում ստանալու ու գնալու է։ Ձերոնցից ոչ մեկի որդիները այդ պատերազմներում չեն կռվելու։ Ձեր առաջնորդի թորներն էլ Ամերիկայում են ոնց ծնվել, տենց է ծնվելու։ Ալեքսանյանն ասում է «Էտում երեխաների հաշվին», պարոն Ալեքսանյան, «Էտում երեխաների զոհերի հաշվին պատերազմը առաջ տվեցիք, Արցախը հանձնեցիք եւ դա համարեցիք ձեռքբերում։ Այդ որ երիտասարդների զոհերի հաշվին Նիկոլ Փաշինյանը այսօր կանգնեց ազգային ժողովի դահլիճում եւ հայտարարեց. մենք նույն արդյունքը կունենայինք առանց զոհերի, բայց մեզ դավաճան կասեին, բայց Շուշին պետք է հանձնեինք։ Այդ ում երեխաների զոհերի հաշվին դուք պետք է պատասխան տաք դրա այդ հարցերի մասին, ոչ թե մենք, պարոն Ալեքսանյան։ Սիրելի դաշնակցական գործընկերներ, դուք պատճառահետևանքային կապ, բառակապակցության իմաստը հասկանում եք։ Ես զարմանում եմ, էլի, հայտարարվում է վարչապետի անունից, հստակ մի հատ տրամաբանական բան, ասում է Ժորժ ջան, այս խաղաղությունը, այսօրվա, կրկնում եմ, այն խաղաղությունը, որի շնորհիվ 2 տարի, 2 ամիս մեր սահմաններին զոհ չկա, ընդհանրապես զոհ չկա հակառակորդի կրակոցից։ Այս խաղաղության ճարտարապետությունը կազմված է հետևյալից. ֆունդամենտալ բաներ, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, Սահմանազատման սկզբունք Ալմատայի հռչակագիրը որպես հիմք, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում, կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ամբողջական հարգման, սրա շրջանակներում կա նաեւ հայ-ամերիկյան նախագիծ, որը կոչվում է TRIP։ Հիմա դուք ձեր ուժը, այս բոլոր կոմպոնենտները վիճարկում եք։ Դուք ասում եք, չէ, Հայաստանը չի կարող սահմանափակվել իր 20743 կիլոմետր քառակուսու, ով ասել Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանը, ձեր դաշինքի առաջնորդը։ Դուք ասում եք, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ, ով ասել Արտվիկ Մինասյանը իմ հետ բանավեճի ընթացքում։ Դուք ասում եք, որ սահմանազատման հիմք չի կարող լինել Ալմատայի հռչակագիրը եւ խորհրդային միության փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները անարդար սահմաններ էին, ով ասել Արտվիկ Մինասյանը իմ հետ բանավեճի ընթացքում։ Դուք ասում եք, որ մենք ասում ենք Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու, դուք ասում եք շարունակելու ենք։ Հիմա ժողովուրդ ջան, պետք չի լինել հանճար կամ արտաքին հետախուզության ծառայության պետք կամ երկուսը միասին, որպեսզի հասկանալ, որ եթե Հայաստանը ընդունի որպես իր քաղաքականության հիմք այն ինչ որ դուք ասում եք, դա բերելու է պատերազմի։ Դրա համար տեղեկություն պետք չի, հասկանում եք, դա կոչվում է վերլուծություն, դա կոչվում է պատճառահետևանքային կապերի վերհանում եւ դրա հիման վրա ապագայի պրոյեկտում։ Զեկույցի հետ կապված, եթե կարդացած լինեիք, մի խանգարեք ինձ։ Եթե զեկույցը կարդացած լինեք, Վագ Ալեքսանյանի հիմնավորումները, որ այդպես ամբողջական կարար ներկայացներ, կապված Սերյան Օհանյանի տղայի դրվագի հետ կապված, դուք այնտեղ կնկատեիք ուսումնասիրությունը եւ այդ մասին որևէ շահարկման առարկա չեք դարձնի, այդ մեկ։ Երկրորդը, հարավային ուղղության նաեւ կնկատեիք պատասխանատու նախկին դաշնակցական Տիրան Խաչատրյանի վրա եղել, որը էլի պատահաբար վիրավորվեց եւ մենք հարավում ունեցանք անհաջողություններ։ Տիրան Խաչատրյանը վերականգնեց իր դաշնակցական լինելը եւ դուք փակ դաշնակցական ֆորմատով կարող եք հարցեր տալ։ Այդ ո՞նց եղավ։ Դա այդ ամբողջ կազեկություն բարի եղեք կարդացեք եւ տեսանյութեր էլ կան, իսկ տեսանյութերը հիմնավորում են այն, ինչը ես ասեցի։ Իսկ ինչ վերաբերում է օրենքին, հարգելի գործընկերներ, պետք է չմտահոգվել։ Այս զեկույցը անպայման մի օր իր բաց մասը կհրապարակվի եւ այսի շահարկումները Հայաստան դաշինքի խմբակցության եւ նրա ղեկավարի կողմից այլևս կդառնան անօգուտ։ Օրենքը անհրաժեշտ է Տիկին Գրիգորյանն, օրենքը պետք է մենք կողմ քվեարկենք, որը մեզ հնարավորություն կտա ավելի լայն ֆորմատով պատկերացնել, թե ինչ էլ
արհավիրքների առաջ կարող է մեր երկիրը կանգնել, որի դիմակայման համար հենց տվյալ կառույցը, որը ստեղծվել է մեր կողմից, նրա հնարավորությունները պետք է օր առաջ ավելի մեծացնել։ Աղմուկահարույց հայտարարություն է արել Անդրանիկ Քոչարյանը, նա ասել է, որ հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն կա։ Արտաշիրիմում են արել ընկերոջ գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանը։ Պատգամավորը հույս է հայտնել, որ Մարգարյանի ինքնասպանությունն ի վերջո կբացահայտվի։ Անդրադառնալով հիմնական վկաների ճակատագրերին, Անդրանիկ Քոչարյանը կարծիք է հայտնել, թե դրանք բացահայտման սպասող կարևոր դրվագներ են, որոնք հասարակությանը պահել են սթրեսի մեջ։ Խոսքը թե Վահրամ Խորխորունու սպանությանը, թե Արծրուն Մարգարյանի մասին է։ Եվ ըստ պատգամավորի դրանք պատահական սպանություններ չէին։ Քոչարյանը խոսել է նաև մարտի 1-ի մասին, հիշեցրել, որ մարտի 1-ը բացահայտված է, մնում է դետալացնել։ Ես իմացա, որ Մոսկվա դիմվել է ձեր կողմից, որպեսզի վկաներից մեկը արտահանձնվի Հայաստանի Հանրապետության եւ կարծում եմ դա էլի հնարավորություն կտա, բայց այստեղ իմ կարծիքով հիմնական բանը, ով որոշում կայացրեց, այս մարդկանց ազատվի, խփանմիջոցը փոխեն եւ գնան Լեռնային Ղարաբաղ։ Առանց այն ժամանակվա պաշտոնյաների, հատկապես գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու, սա անհնար է, առավել ևս առանց քաղաքական որոշում ունենալու։ Դատախազության 25 թվականի տարեկան աշխատանքի զեկույցում գրեթե անդրադարձ չարվեց 99 թվականի հոկտեմբերի 27-ի ոչռագործության դեպքին, Տիտին գլխավոր դատախազը, անցյալ անգամ եմ հարցրել, 27-ի հետ կապված կան այսօր վկաներ Ալիկ Հարությունյան, Նայրի Բադալյան, Սամվել Ուզումյան, որոնց օր առաջ Հայաստանում լինել, որ տարիների ընթացքում եւ հիշողություննակորում այդ մարդիկ կարող է պարզապես ինչպես շատ վկաներ ֆիզիկապես գոյություն չունենան եւ մենք բացահայտման տեսանկյունից կարող է այդ հնարավորությունից զրկվենք։ Ես տվեցի ընդհանրապես մի քանի անուններ։ Հիմա հաջորդ հարցը, ինչքան ժամանակ ունեմ, հա։ Մարտի 1-ին Մարտի 1-ը մի հատ ցուցիչ էր, որտեղ ըստ էության այդ նույն մաֆիան, որպեսզի քաղաքական իշխանությունը պահպանվի, իրանք ամբողջությամբ դրսևորվեցին։ Եվ մի դրվագ ասեմ, որտեղ կարող է չասնեմ, ինչը վերջ ժամանակս քիչ է, բայց մի դրվագ 0030 հրա մասին շատ են խոսել, զինված ուժերի օգտագործման, բայց ստվերում ամնացը Լեռնային Ղարաբաղի զինվորականների Հայաստան բերելը։ Մի դրվագ բերեմ, Լենինգրադյան փողոցում տեղակայված էր Սպեցնազը, Սպեցի Գագո, ափսոս Սերյանը Հովանեսյանը, բոլորին ճանաչում է, Սպեցի Գագոյի գլխավորությամբ։ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բերված այս մեծականակ խումբը ղեկավարվել է Սամվել Կարապետյանը։ Հիմա Սպեցի Գագոյի ենթակայության տակ եղել է նաև Արթուր Ավանեսյանը։ Ձեզ ինչ որ բան ասեց այս անունը։ Ապրես։ Դա մեր հայտնի դեմ քաղաքավարված Կանդազն է։ Կանդազը եկել էր Երևան ինչ աներ, իշխանությունն էին փրկում, չէ որ մեր նպատակները Լեռնային Ղարաբաղի հետ կապված գահավիժվեց հենց երբ որ տղա բերեցին Հայաստանի վրա, ընդ որում զինված։ Հələ ապօրնի զինված խմբերը քիչ էին, Կանդազը, հիմա եկել է այստեղ, նորից եկել է ինչ կանդազություն անի։ Պաշտպանության նախարարը Վարշավայում հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա գործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել գործակցության հեռանկարներին։ Երկուստեք կարևորել են ռազմական կրթության, մասնագիտական փորձի փոխանակման, վարժանքների եւ ռազմատեխնիկական գործակցության ուղղությունները։ Պայմանավորվածություններ են ձեռք բերել գործակցության առաջիկայում գործնական ընթացք հաղորդելու վերաբերյալ։ Նախարարը նաև այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ, Սուրեն Պապիկյանը շրջել է բրիգադի տարածքում, ծանոթացել անձնակազմի ծառայության պայմաններին, ներկայացված պարազինության ու ռազմական տեխնիկային։ Իսկ Ֆրանսիայի նախագահի այցը մեր երկիր ամփոփվեց Գյումրիում։ Էմանուել Մակրոնը վարչապետի եւ նախագահի հետ նախարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին, ապա Վարդանանց հրապարակում մասնակցել երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգին։ Մակրոնը Facebook-ի էջում հայերեն գրառում է արել. Ֆրանսիան սիրում է ձեզ, գրել է նա։ Կեցե Հայաստանը, կեցե Ֆրանսիան եւ կեցե Գյումրին, հրաժեշտից առաջ ասել է Էմանուել Մակրոնը։ Ese diabete se te caldeare, onde tourne le ciel d'hier éternel, péché originel.
Երևանի Միսակ Մանուշյանի այգում բացվել է հանրային ներառական հայ գյուտարարներ գիտությունը ներսից դուրս թեմատիկ խաղահրապարակը։ Այս մասին սոցցանցի էջում հայտնել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել։ Նոր խաղահրապարակը Երևանում երրորդն է, որը ստեղծվել է Կերոն զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ իրականացվող հանրային խաղահրապարակների ծրագրի շրջանակում։ Հաջորդի վարչապետ Փաշինյանն այցելել է ժողովրդական նկարիչ Վալմարի արվեստի սրահ, ծանոթացել նկարչի վերջին աշխատանքներին, այնուհետև Տիգրան Ավինյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Ամիրյան փողոցում իրականացված բարեկարգման աշխատանքները։ Նախագծերը տարբեր են։ Այո, չէ, դիպան չէ։ Այս 2000 քառակուսի ասա 700-ա, մյուսը 900։ Գիտեք ինչի համար եմ հաշվում, հիմա ասենք ինչն է հետաքրքրություն, տարբեր տեղեր մոդելները տեսնել։ Եթե օրինակ պարզվում որ մեկը կա որ առանձնահատուկ հաջողա, վերցնենք տիպային, որ նախագծման բանի վրա, ասենք շատ ժամանակ չփորձենք, համարենք որ դա տիպայինն է, որտեղ ուզենք տեղադրենք, այսինքն բյուջեներ, իհարկե տեղանքից կախված մեծ տարբերություն չի տա։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի քան 6 ամսվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում եւ ԱՄՆ պետքարտուղարությունում։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի խոսքով հեռախոսազրույցը նախաձեռնել է ռուսական կողմը։ Լավրովը եւ Ռուբիոն քննարկել են պատերազմը Ուկրաինայում եւ ԱՄՆ-իսրայելական պատերազմը Իրանի դեմ, ինչպես նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա իրավիճակը։ Վերջին անգամ Լավրովը եւ Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 20-ին։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ անհրաժեշտ է համապարփակ հրադադար հաստատել Իրանի դեմ պատերազմում։ Նախարարի խոսքով ավելի քան 2 ամիս տևած հակամարտությունը ոչ միայն լուրջ կորուստներ է պատճառել Իրանի ժողովրդին, այլև լուրջ ազդեցություն է ունեցել տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղության վրա։ Չինաստանի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ կողմերը շուտով կարձագանքեն միջազգային հանրության կոչերին, Հորմուզի նեղուցով անվտանգ անցման վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ Պեկինը Թեհրանի հուսալի ռազմավարական գործընկերն է։ Աբբաս Արաղչի այցը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Պեկին այցից 1 շաբաթ առաջ։ Սպիտակ տան տվյալներով նախատեսվում է, որ Թրամփը Չինաստան կայցելի մայիսի 14-ից 15-ը։ Սա կլինի նրա առաջին այցը Չինաստան նախագահության իր երկրորդ ժամկետի ընթացքում։ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել մերձավոր արևելքից եկող ռազմական սպառնալիքները։ Այս մասին Փեզեշքյանն ասել է Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Իրաքի վարչապետ Ալի Ֆալի Ազզայդիի հետ իմ հեռախոսազրույցի ժամանակ ես կոչ արեցի ԱՄՆ-ին հեռացնել ռազմական սպառնալիքները մեր տարածաշրջանից։ Շիականության ուսմունքի հետևորդներին հնարավոր չէ բռնի ուժով պարտադրել, գրել է նա X-ում։ Հեռախոսազրույցի ընթացքում Ազզայդին հայտարարել է, որ Բաղդադը պատրաստ է հյուրընկալելու Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունները եւ նպաստելու խնդիրների լուծմանը եւ պատերազմների դադարեցմանը։ Իր հերթին Փեզեշքյանը նշել է, որ Իրանը հակամարտություն չի փնտրում տարածաշրջանի երկրների հետ։ Բոլոր մատակարարները, որոնք նախկինում նավթ էին բերում Կուբա, այժմ ենթարկվում են ԱՄՆ-ի ահաբեկումներին եւ սպառնալիքներին, ինչը ազատ առևտրի սկզբունքների խախտում է։ Այս մասին հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ Նա նաեւ սուտ է որակել ավելի վաղ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի արած այն պնդումը, թե ոչ մի նավթային շրջափակում չկա Կուբայի նկատմամբ։ Պարիլյան հիշեցրել է, որ 2026 թվականի հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով սպառնում է բոլոր երկրներին մաքսատուրքերով, եթե նրանք վառելիք արտահանեն Կուբա։ Նա նաև հիշեցրել է ԱՄՆ վարչակազմի մայիսի 1-ի նոր հրամանագիրը, որը էներգետիկ հատվածում երկրորդային պատժամիջոցներ է սահմանում այն երկրների նկատմամբ, որոնք մտադիր են վառելիք մատակարարել կղզուն։ Ավելի վաղ Կուբայի իշխանությունները հայտնել էին, որ հանրապետություն նավթի մատակարարումներ չեն եղել 2025 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ ԱՄՆ-ն սկսեց արգելափակել վառելիքով նավերի անցումը Վենեսուելայից, որը նախկինում Կուբայի հիմնական նավթի մատակարարն էր։
Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավակի, որն ԱՄՆ հետախուզության տվյալների համաձայն թմրանյութեր էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան մաս։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունը։ Գործողության ընթացքում սպանվել է 3 թմրահաբեկիչ, ասվում է X-ում հրապարակված հաղորդագրությունում։ Նշվում է, որ գործողության ընթացքում ամերիկյան ուժերը չեն տուժել։ 2025 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն Կարիբյան ծովում եւ Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում 56 հարված է հասցրել թմրավաճառների ենթադրյալ նավերին։ Հարվածների հետևանքով զոհվել է 188 մարդ։ Լիբանանի հարավային եւ արևելյան շրջանների ուղղությամբ իսրայելական հարձակումների հետևանքով մայիսի 6-ին զոհվել է 7 մարդ։ Այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Իսրայելը նաև տարհանման նոր հրահանգներ է տվել Լիբանանի հարավում գտնվող 12 բնակավայրերի բնակիչներին։ Միևնույն ժամանակ իսրայելական բանակը հայտնել է, որ Լիբանանի հարավում հարվածել է Հեզբոլահի հետ կապված բազմաթիվ օբյեկտների, ոչնչացնելով մի քանի մարտիկի եւ թիրախավորելով շարժման ռազմական ենթակառուցվածքները։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա Հեզբոլահի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց մերձավոր արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2702-ի, իսկ վիրավորներինը 8311-ի։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Այսօր հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղացել, Գագիկ Սուրենյանն է տեսանյութեր հրապարակել։ Վաղը երեկոյան սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, իսկ մայիսի 10-ին եղանակը կլինի առանց ստեղումների։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վարքյաններ անցվել լուծությունն է բաց չթողնեք, իսկ ես հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։